Դերասանուհի Անահիս Սարդարյանը, ով մշտապես ներկայանում է բավականին անկեղծ եւ էմոցիոնալ հրապարակումներով, հերթական անգամ նմանատիպ հոլովակով էր կիսվել ինստագրամյան իր էջի հետևորդների հետ, անդրադառնալով վերջին շրջանում արցախահայերի հասցեին հնչող քննադատություններին։ Դերասանուհու խոսքը ներկայացնում ենք առանց մեկնաբանության։ Բարի լույս բոլորին, այս երկու օրերին անընդհատ լրահոսում վստահ եմ ոչ միայն ինձ մոտ, նաև ձեզ մոտ բերում է այդ նողկալի կանանց եւ նողկալի այդ քաղաքական գործիչների արտահայտությունները հնչած արցախահայերի նկատմամբ։ Ու կապ չունի արցախահայերի, Գյումրիում գտնվող հայերի, չգիտեմ, Գեղարքունիքի մարզում գտնվող հայերի նկատմամբ։ Ձեզ գիտեք ինչը չի ներվելու այս կյանքում, մեզ իրար դեմ հանելը։ Ձեզ, այս ձեր թայֆին, որ 7 տարի է յանիմ կառավարում եք երկիրը, հանձնելով, գողանալով, դավաճանելով, թալանելով եւ տալով եւ չգիտեմ ինչ ասես անելով։ Առաջին հերթին ես ձեզ անձնապես ու իմ սերունդները ձեզ չեն ներելու, որ դուք մեր մեջ սկսեցիք ատելություն տարածել։ Դուք սկսեցիք նենց անել մարդկանց մեջ, որ իրանք մտածեն, որ իրանք այստեղ վատ են ապրել, որովհետեւ իր հարկերով Ղարաբաղցին այնտեղ լավ ապրել։ Այդպես չի եղել։ Դուք ինձանից շատ ավելի լավ գիտեք, շատ լավ գիտեք, թե ինչքան աշխատող ու ստեղծող ու արարող է իրական Ղարաբաղցին։ Այդ լավ գիտեք, չէ՞։ Հիմա այս կոչով ուզում եմ դիմել արցախցիներին։ Սիրելի եւ հարգելի, իմ շատ սիրելի, իմ հոգու ու սրտի արցախցիներ ջան։ Եթե ձեզ հայերը տեղի, սփյուռքի, ընդհանրապես ամբողջ աշխարհի հայերը վատ վերաբերվեին եւ մտածեին նենց ոնց որ այդ նողկանքներն են մտածում, ես 2 անգամ եւ 20 թվականին եւ 23 թվականին չէի ունենա Հայաստանի Հանրապետությունում առանց 1 դրամ 1 լումա հավաքելու ամենամեծ օգնության շտաբերը, որտեղից որ ձեզ այդքան մեծ քանակությամբ մարդկանց կարողացանք օգնել։ Այդ միշտ հիշեք ուղղակի, որ մեկը ասում է, չգիտեմ, ատելություն արցախցիներին ինչ են սիրում, հիշեք, թե ինչքան մարդ էր ինձ մոտ, ես վստահ եմ շատերը տեսել եք այդ վիդեոներ, ինչքան ճիշտ իրական ու նորմալ հայեր էին բերում օգնություն, որպեսզի դա հասներ ձեզ ու ձեր երեխաներին։ Դա մի մոռացեք երբեք։ Իսկ նրանց էլ եմ ասում, պատմությունը ձեզ հիշելու է, որպես Արցախը տվողներ, Արցախը կործանողներ ու ձեր երեխեքը այդ իրանց խարան այսենց վզներին տանելու են ամբողջ կյանքում։ Ատելություն սերմանելու համար դուք Աստծո առաջ դեռ պատասխան եք տալու։ Արցախցիներ ջան, սիրելիներս, դա ֆեյք ատելություն է։ Այդ ֆեյք ատելությունից ամեն Աստծո իմ դեմ գեներացում են, ամեն Աստծո այդ նույն իրանց փողով, այդ նույն իրանց այդ ճղճի մեջերով։ Ես ուղղակի ամենայն անկեղծությամբ եմ ասում, այդ էջերում աշխատող երեխեք ջան, ես գիտեմ, որ դուք մեկը իմ հարևանն եք, մեկը մյուս կողքի շենքից եք, մեկը մյուս թաղից եք, որովհետև անհնար է, որ դուք այլ մոլորակայիններ լինեք։ Դուք որ աշխատում եք ու նստում եք պատվերով, Անահիս Սարդարյանի հասցեին քֆուր եք գրում կամ վատ բան եք գրում կամ ապատեղեկատվություն եք տարածում կամ ատելություն եք քարոզում, դա Աստծո կողմից առաջին հերթին ձեզ չի ներվել։ Ես ուզում եմ, որ դուք դա հասկանաք, որ կյանքը այսպես բումերանգ է ու դուք երբևիցե դա չեք կարողանալու արդարացնել ու ասեք, դե ես աշխատավարձ էի ստանում, չեք կարողանալու։ Նենց որ արցախցիներ ջան, իմացեք, որ իրական հայերը, այն հայերն էին, որոնք որ ձեզ օգնել են, ձեր կողքին են եղել ու միջև այսօր էլ ես երբ արցախցի ընտանիքի համար ինչ-որ մի բանի համար դիմում եմ, միշտ կան մարդիկ կանգնած, նենց որ այսքան չմտածեք դրա մասին։ Շեշտենք, որ Անահիս Սարդարյանը ընդամենը ամիսներ առաջ է հանդես եկել հարցազրույցով, որի ընթացքում խոսել էր մի շարք կարևոր թեմաների մասին։ Զրույցի սկզբում Անահիսը խոսել էր Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը իր մասնակցության մասին ու նշել. Ինձ ստիպում է այնտեղ լինել իմ արժանապատվությունը իմ երեխայի ապագայի նկատմամբ վառ ու լուսավոր նկրտումները եւ հավատը Բագրատ Սրբազանի նկատմամբ։ Պատարակների եմ մասնակցել Սրբազանի գործունեությանը վաղուց եմ հետևում։ Կոմֆորտը հիմա չեմ գերադասում հայրենիք ունենալուց։ Երբեք չեմ ողջունել ու չեմ եղել ընդդիմադիրների հավաքներին։ Պահանջը ինքնին քաղաքական է, ինձ ոչ մի պաշտոնում չեք տեսնելու։ Իմ պաշտոնը հայն է։ 6 տարի իշխանության եք։ Ինչի նախկինների ականջները չեք կտրել, որ հիմա էլ չասեք հետևում կանգնած են։ Այն օրը բեմից ես ասացի, որ ինձ համար հայ չեն նրանք, ովքեր մի ամբողջ հրապարակ ժողովրդին անվանում են նարկոբարոն ու կրիմինալ։ Բեմ բարձրանալուց 10 րոպե առաջ տեսնում եմ, որ էկոնոմիկայի նախարարի կինը հանրահավաքի ժողովրդին անվանել է զույգերով անասուններ։ Իմ պայքարը այսօր իմ Մոնթեի ու Լուսեի համար է։ Ես ավել PR-վելու կարիք չունեմ։ Իր խոսքում Անահիսը հատուկ ընդգծել էր, որ իր կարծիքով կան մարդիկ, ովքեր փորձում են իրենց
մասնակցությամբ հեղինակազրկել հանրահավաքը, այդ թվում ընդդիմության որոշ ներկայացուցիչներ։ Հարցին արդյոք իր կարծիքով շարժման հետևում կանգնած են Հայաստանի Հանրապետության երկրորդ եւ երրորդ նախագահները, Անահիսը պատասխանել էր. Ես Աստված չեմ, որ հստակ ասեմ, բայց քեզ 101% հավաստիացնում եմ, որ ականջել չէ, ականջի ծայր կտեսնեմ որպես Անահիս, ես հենց այդ րոպեին կանեմ սթորի, ներողություն կխնդրեմ եւ կգնամ։ Մենք հրապարակում ենք նրա համար, որ չթողնենք մեր պատմությունն ու արժանապատվությունը մաքրվի։ Ինձ հետ կապում են Գագիկ Ծառուկյանին, Սերժ Սարգսյանի աղջկան, չգիտես ինչի Ռոբերտ Քոչարյանին, ԱԺԲ-ին։ 6 տարի առաջ իմ գործակալությունը զբաղվում էր Գագիկ Ծառուկյանի բիզնեսների SMM-ով։ Ես անձնապես պարոն Ծառուկյանին ճանաչում եմ։ Եթե շարժումը չհաջողի, ինձ համար շատ ցավոտ կլինի, բայց ինձ համար շատ ծանր կլինի, եթե ես սխալված լինեմ Սրբազանին որպես առաջնորդ ընտրելու մեջ։ Դեռ մինչ այսօր ոչ մի վայրկյան չեմ սասանվել իր ընտրության մեջ ներկա պահին ինքը ինձ համար ճիշտ առաջնորդ է։ Անահիսը խոսել էր նաև այլ թեմաների մասնագիտական ընտրության ու ընտանիքի մասին եւ ընդգծել. Ես թատերական ինստիտուտ ընդունվեցի, որովհետեւ ծնողներս հնարավորություն չունեին, որ ես պարապեի ինչ որ տեղ ընդունվելու համար։ Հացի խնդիրը այնքան մեծ էր, որ անհնար էր ուղղակի։ Ես ուզում էի իրավաբան դառնալ։ Հրաշալի ընտանիք եմ ունեցել, ունեմ։ Հայրս ցավոք արդեն չկա։ Հայրս դպրոցում եւ երաժշտական դպրոցում պահակ է աշխատել։ Մայրս տնային տնտեսուհի էր։ Թատերականը միակ տեղն էր, որտեղ կարող էի իմ ուժերով ընդունվել։ Այդ ամենը ինձ համար եղել է դպրոց, թե ինչպիսին կարող է լինել կյանքը ու այսօր պայքարել, որ քո երեխաների կյանքը այդպիսին չլինի։ Անահիսը պատմել էր նաև ամուսնու բանտարկության շրջանի մասին ու ասել. 2017 թվականն էր, ամուսինս առավոտյան զանգեց, ասաց ինչ որ բան խառն է, ամեն ինչ կլուծվի, հանգիստ կլինես։ Ու մտնում եմ լրահոսը կարդում եմ ու գրված է, որ փնտրվում է իմ ամուսինը։ Ու ես մտածում եմ ինչի համար, բայց հետո ամեն ինչ հասկացանք, ամեն ինչ ընկավ իր տեղը։ Հետո երբ Եվրոպական դատարանի կողմից մեր կառավարությանը գալիս է նամակ, որ դուք 3 տարի ոչ մի ապացույց չեք ունեցել մարդուն բանտախցում պահելու։ Ինձ այդ ժամանակ մեր պատկան մարմինների ամենակարևոր շենքերից մեկում դեմքիս նայելով ղեկավարներից մեկը ասաց. Ազիզ ջան, գնա կյանքդ վայելի, ինքը պիտի նստի։ Ուղղակի հանգամանքները այնպես էին ստացվել, որ այդպես էր պետք, որ ուրիշների պատճառով իմ ամուսինը պետք է հայտնվի մի տեղում, որտեղ չպետք է հայտնվեր։ Մենք 3 տարի պայքարեցինք, հետո Եվրոպական դատարանի կողմից ստացանք որոշումը, որ իմ ամուսինը ամբողջ 3 տարիների ընթացքում նստել է բանտում անօրեն։ Եղավ ֆինանսական փոխհատուցում 850 եվրո, որը մենք չենք վերցրել։ Դատական գործը ամբողջությամբ չի ավարտվել, ուղղակի Եվրոպական դատարանի պահանջով ինքը դուրս է եկել, որովհետև ուղղակի ծիծաղելի էր դա։ Դուր գալի ձեդոբավոն դրա համար ես դու ամեն տեղ դա նկարում։ Թե կարոտում ես դրա համար ես նկարում։ Կարոտում եմ։ Մարիա խուժակ։ Ծեծեն այնօրը բոլորը ասում են, որ դուք շատ սիրուն եք ու լուսան ձեզ նման է։ Որմեք ինձ սիրուն կիսուրն է։ Իսկ սա իմ սիրուն կիսուրի ձեռքերով սիրուն պատրաստված շատ համով սոուսն է։ Ոսնե բիզնես անենք ստեղ Հայաստանում։ Անենք, բալես։ Ծեծեն այս ամեն ինչի բիզնեսը անում է Սոչիում, բայց սեն համով Անշարժ Սրա ուրախություն։ Բրավո ասում։ Վերցի։ Մաքրի ձեռքերդ։ Ձեռքերդ։ Փոքրիկ հայրերն ասել է գնում է մանկապարտեզ։ Ման դու շատ ես սիրում մեր դրոշը։